Հաղորդման գլխավոր հովանավոր մատման փաստաբանական գրասենյակ։ Մատման փաստաբանական գրասենյակ, արդարության անզիջում պաշտպանություն, բազմաթիվ հաղթած գործեր, անկեղծ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի, այստեղ գործում է մի սկզբունք, կամ լավ, կամ ոչինչ, եթե ուզում եք վստահություն, փորձ և հաղթանակ, ընտրեք ճիշտ հասցեն։ Տոնական միջոցառում կազմակերպելը իսկական արվեստ է, այստեղ կարևոր է յուրաքանչյուր մանրուք, կատարյալ վայր ընտրելուց մինչև յուրահատուկ մթնոլորտ ստեղծելը։ Ես այսօր մեր գաված սուրճ եմ հրավիրել մի հրաշալի կնոջ, ով մեր հետ կկիսվի իր գաղտնիքներով, թե ինչպես է իրականացնում մյուսների երազանքները և ինչպես է նրանց նախատոնական սթրեսը վերածում անմոռաց հիշողության։ Աթոյանց Events-ի հիմնադիր Հայարփի Հասմիկ Աթոյանց։ Սկսեցինք։ Շնորհակալ եմ Հասմիկ ջան, որ դուք ընդունեցիք սուրճի իմ հրավերը։ Շնորհակալ եմ ձեզ հրավերքի համար։ Կարծում եմ հաճելի զրույց կունենանք։ Վստահ եմ, որ մենք կունենանք, ես ձեզ շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում։ Առավոտը դուք սկսում եք հաստատ սուրճով, չէ՞։ Իհարկե, մեկ գաված սուրճով սկսում եմ առօրյա, ես ինքս իմ հետի մտքերը վերլուծելով, օրվա պլանավորումը կազմելով, դե առանց սուրճի կարծում եմ դա հնարավոր չի։ Ես ձեզ սուրճի հետ մարաժեից շատ համեղ քաղցրավենիք եմ հյուրասիրում։ Ես կարծում եմ, որ օրվա ընթացքում մի փոքր քաղցրը էլի սնուցում է ուղեղը, պայծառացնում է եւ ադրենալինն է բարձրացնում եւ ես երբեք այդ մի փոքր կտորից չեմ հրաժարվում։ Ես ինքս հենց մարաշի սիրահարն եմ, արևելյան խմորեղենի սիրահար եմ, հաճախ ենք օգտվում մարաշից սիրով։ Դե ուրեմն սրճենք եւ զրուցենք։ Ես ձեզ ինչքան հանդիպում եմ, դուք ինձ պատմում եք ձեր մեկը մեկից գեղեցիկ եւ հետաքրքիր աշխատանքների մասին, ու ես շատ ողջավորվում եմ ու բարակվում այդ գեղեցիկը ստեղծելու ձեր մոլուցքով։ Այ հիմա մենք հիշենք միասին ձեր տարվա ամենահետաքրքիր հարսանիքները։ Ու այտենց կոնկրետ որևէ մեկը շեշտելը կդժվարանամ, որտեղ յուրաքանչյուր հարսանիք յուրովի է հետաքրքիր։ Հարսանիքը կա, որ իր զույգերն է շատ խարիզմատիկ, որ ոնց անցնում հարսանիքը թերևս չես էլ զգում, օրվա վերջում արդեն նայում ես շնորհակալական խոսքերն են, ու հարսանիք կա, որ ուղղակի ազգությամբ այլազգեն հայաստանյան չեն եւ ինքը իր հետաքրքրություն ունի հենց ավանդական այդ որոշակի մասերում։ Հարսանիքներ կան, որոնք որ հյուրերն են խարիզմատիկ, հետաքրքիր դեկորացիաներ են ուզել, ոչ բոլորի նման, տարբերվող։ Դրա համար թերևս ամեն հարսանիք ունի իր յուրահատկությունը, կդժվարանամ որևէ մեկին առանձնացնել, որտեղ ամեն մեկի ինձ համար մի պատմություն է։ Դուք ասացիք, որ կան հարսանիքներ, որտեղ հետաքրքիր պահանջներ են հնչել։ Այ ամենաարտասովոր ցանկությունը հիմա կհիշեք։ Թերևս հաջորդ տարվա համար ունենք նման առաջարկով հարսանիք, որը իհարկե ինձ էլ բավականին դուր եկա եւ կրեատիվ էր, ունենալու ենք բացօթյա մեծ հարսանիք, որտեղ թամադան, պետքա պատտվի ձիով, որտեղ տարածությունը բավականին մեծ է լինելու։ Եվ մենք նախապատրաստվում ենք, որովհետև նախ թամադան ձի վարել չգիտի, երկրորդը պետքա այսպես ասած դաստիարակ ենք ձիում, որ կարողանանք միջոցառման ժամանակ բաներ չունենանք, ֆորս մաժորային ոչ մի բան։ Թերևս դա ամենաանսովորներից մեկը կլինի մեզ համար, իհարկե ընթացքում կարծում եմ կունենանք ավելի հետաքրքիր գաղափարներ տվյալ հարսանիքի հետ կապված։ Բոլորը գիտեն, որ ես շատ ուժեղ ջիղ ունեմ կազմակերպչական, քանի որ մասնագիտությամբ նաև ռեժիսոր եմ։ Բայց երբ որ հերթը հասավ իմ տղայիս հարսանիքին ու մի քիչ լայնամասշտաբ էր, ես հասկացա, որ պետքա դիմեմ ինչ-որ մի կազմակերպություն կամ ինչ-որ մի անհատի, ով զբաղվում է նման գործերով, որ ինձ այդ օրը ուղղակի օգնության կարգով, որտեղ ես բնականաբար շատ զբաղված եմ, շատ ժամանակ լինում, նկարահանումներ, թատրոնում գործեր։
մի խոսքով շատ փնտրտուքներից հետո տեսա Instagram-ով Աթոյան event, ասի ինչու՞ չէ զանգեմ, զանգեցի պայմանավորեցի շատ հաճելի ձայնով, Հասմիկը ինձ պատասխանեց ու մենք հանդիպեցինք, դա եղել է երևի մարտ ամսին, հարսանիքը մենք պլանավորել ենք օգոստոսին, բայց ես քանի որ ամեն ինչ սիրում եմ շատ նախապես անել, որ ամեն ինչը ճիշտ լինի, ամեն ինչը շատ պատրաստված լինի, շատ առանց ոչ մի կիքսերի լինի, մենք շատ վաղ հանդիպեցինք ու մենք սկսեցինք քննարկել, ես հասկացա, որ ինքը շատ հմուտ, գիտեք, ինձ շատ կարևոր է, որ մարդը կապ չունի ինչ աշխատանքով է զբաղվում, ինչ գործով է, ինչ գործի մասնագետ է, որ ինքը իրոք մասնագետ է, այդ դեպքում, ասենք, ես չգիտեմ, ես պոլնեսու ես կարամ դավեր անեմ, եթե ինչ-որ մի տեղ էլ ես կարող սխալ բան էի մտածել, քանի որ ես այդ գործի մեջ չկամ ու իմ մոտ ամեն ինչ առաջի անգամ պրեմիերա է, ինքը շատ ճիշտ խորհուրդներ է տալիս ու ես ընկալում եմ ու հասկանում եմ, մեր մոտ ստացվեց այդ դիալոգը։ Դաժե ինչ-որ ներվն ինչ-որ բան ասում եմ, վայ, ես մոռացել ենք, ինքը մոմենտալնը պանիկա չի ստեղծում, ինքը ամեն ինչը ասում է, կլուծենք, հարց չկա, ինչ հարց բան է, կանենք, սենց ես ուզում, իհարկե սենց կանենք, շատ համահունչ գնաց այդ պրոցեսը ու նաև ես խորհուրդ տվեցի մեր հարսիկի բարեկամներին, խնամիներին, որ իրենք էլ, ասենք, այդ դիզայնն, ֆուրշետն, ամբողջը Հասմիկի կազմակերպությունից էլ մենք պատվիրեցինք, որովհետև որ հանգիստ լինեինք, որովհետև տեսակ, չգիտեմ, լինում է, չէ, որ մարդը քեզ ուղղակի զգում ես, որ sense միանգամից դավերյան 100%-անոց է։ Ամեն ինչը այնքան սահուն եղավ, ոչ մի հյուր, այդքան մարդիկ ինձ անգել են, կիսվել են, շնորհակալություն են հայտնել։ Գիտեք, ես էլ եմ մասնակցում շատ տարբեր հարսանիքներին, ու լինում է, որ ասում եմ, հա, շատ լավ, բախտավոր լինեն, բայց լիքը բաներ է լինում, որ ինձ դուր չի գալիս։ Բայց մարդիկ միաբերան բոլորը ասում են, սենց կազմակերպված, սենց մտածված, սենց ամեն ինչը, դե բնականաբար ես շատ բաները բեմադրության, հա, հարցերով բնականաբար ես մենք ասում եմ, մենք համահունչ էինք, ես ոչ միայն սկեսուր մայրիկի դերում էի, այլ նաև Հասմիկի հետ հավասար, բայց դա ինձանից էր գալիս, որովհետև ինքս այդ խառնված գիտեր մարդ եմ, ես չեմ կարողանում ասում, դա վիրային ու պրավիրայի, ես պետք է ամեն ինչին տեղյակ լինեի, բայց բացարձակապես չեմ փոշմանում, բոլորին խորհուրդ եմ տալիս, դիմեն Հասմիկին, որտեվ պրոֆի մարդը շատ կոմունիկաբելն է, շատ բարեհամբույր։ Մի խոսքով ամեն ինչը ստացվեց շատ շքեղ, որ մինչև հիմա դեռ խոսում են մեր հարսանիքից։ Մեխանիզմ էր, ոնց է ժամացույցը, մի հատ ինչ-որ մի բան չի աշխատում, всё, ինքը զբոյ է տալիս, բայց ամբողջ մեխանիզմը ճիշտ աշխատեց։ Ամբողջ մեխանիզմը, վարողները, երգիչները, Հասմիկը իր կազմակերպչական ջիղով, ռեստորանը, ամբողջը մի հատ sense մեխանիզմ էր, որոնք sense շատ մեծ սիրով ու զգացում էր այդ ջերմությունը, որը տիրում էր մեր հարսանյաց սրահում, չեմ կարող նկարագրել, թե ինչ աստիճանի էր, որ մարդիկ մինչև ժամը քանից, մինչև վերջ մենք մնացել են բոլորը, ու այն որ շատ երկար դեռ խոսում են ու մինչև հիմա խոսում են այդ հարսանիքի մասին։ Իսկ ինչ անել, երբ զույգը երազում է շատ գեղեցիկ հարսանիքի մասին, բայց ունի սահմանափակ բյուջե։ Ինչպես եք վարվում այդ ժամանակ։ Նախնական ամրագրման ժամանակ քննարկում ենք արդեն իսկ կարևոր հարցերից մեկը բյուջեն, դե բնականաբար լինում են հենց սահմանափակ բյուջեներով հարսանիքներ, բայց քանի որ զույգը երբեմն ֆիլմից վերցրած բաներ է պատկերացնում, ձևավորումներ կամ կադրեր կամ ԶԱԳՍ-ի արարողություն եւ այլն, փորձում ենք մաքսիմալ հասցնենք իրենց պատկերացումները նպատակին, իհարկե դրանից չի տուժում որակը, ուղղակի թերևս ավելի թեթև ձևավորումներով կամ թերևս անում ենք այն ինչ որ պատկերացնում են, այդ օր ունենալով քիչ եկամուտ, ուղղակի բավարարվածությունը իմ, որ եւս մեկ զույգի ես տվել եմ այն, ինչ որ ինքը երազում էր։ Ես դες որքան գիտեմ, դուք բավականին երկար, մանրակրկիտ զույգի հետ քննարկում եք ամեն ինչ, ամեն մի մանրուք, ամեն մի դետալ։ Իհարկե, ես ասեմ, որ զույգերը բավականին պահանջկոտ են հիմա, եւ անգամ դետալները, որոնք պետք է լինի օրինակ հարսի սենյակում կամ
ֆոտոզոնա ասվածում դետալային, հատիկով, քանակով, գույնի երանգներով անգամ այդ ընտրած ներկապնակի երանգներով անպայման ասում են, որ սա լինի, սրա մուքը չլինի, սրա բացը չլինի, սա այսքան հատիկ լինի։ Դետալային քննարկում ենք եւ դա եւ առհասարակ միջոցառումների հետ կապված ծրագիրը, որը բավականին բարդ է, եթե դրանից շեղվենք, թերևս լինում է, որ չեն հետաքրքրվում, արդյոք դա դրած է, թե չէ, բայց լինում ենք հարսանիքներ, որ ինձ հարսիկը հարսանիքի պահին ուղղակի այդ իր հիացմունքը արտահայտում է, ու մեզ շիճագրում ինչ սիրուն էր, ինչ լավ էր, այսինքն այդ քննարկումները պարտադիր են, որովհետև դա կյանքում լինում է մեկ անգամ, հարսանիքը թերևս դա իմ ցանկությունն է, բոլոր զույգերին ասում, առաջին եւ միակ անգամն է սա ձեր կյանքում, ու պետքա լինի հավուր պատշաճի, առանց քննարկումների մանրակրկիտ չեմ կարծում, որ կստանանք լիարժեք արդյունք։ Վերջին տարիներին նորապսակների նախասիրությունները փոխվել են։ Փոխվել են, դժբախտաբար ավանդական հարսանիքներից մի փոքր շեղվել են։ Ֆիլմից վերցրած հարսանիքներ են պատկերացնում, ավելի շատ եվրոպական հարսանիքներից են պատկերացնում։ Իհարկե ես ազնվությամբ փորձում եմ ավանդական որոշակի բաները անպայման պարտադրել, որ դա եկեք անենք, դա այնքան հաճելի է, դա ունի իր կարևոր նշանակությունը, դա ազդում է ամուսնական կյանքի վրա, որպեսզի գոնե որոշակի բաները, ինչը որ ավանդական է եւ մեծ մետադիկ մապիկներից եկել է, թերևս գոնե դրանք պահպանենք։ Բայց դա իհարկե ժամանակն իրենն ասում է, փորձում ենք նաև միքս անել ավանդական եւ մոդեռն հարսանիքների։ Բայց ես հասկացա, որ դուք ձեր հոգու խորքում ավանդական հարսանիքից իրահար եք։ Իհարկե Նաիրա ջան, ճիշտ նկատեցիք, ես ինքս կողմնակից եմ ավանդական հարսանիքներին, որպեսզի մաքսիմալ պահպանենք ավանդական հարսանիքների եւ առհասարակ ավանդական հայկական ընտանիքի մոդելը։ Այդ ֆոնի վրա կուզենամ ուղղակի խորհուրդ տալ մեր նորապսակներին, մասնավորապես տղաներին, որ ընտրություն անելուց ընտրեն կին եւ ոչ թե ընտրեն մարմին։ Դա ինձ համար հիմա այնքան նկատելի արդեն լինում, որ որոշակի բնավորության գծերը այդքան չէին ընտրում տղաները, ինչքան որ արտաքինին են հիմա տեղ տալիս, բայց ես հիշում եմ, որ տատիկ պապիկների ժամանակից հաշվի էին առնում ինչ ընտանիքի աղջիկ են, ովքեր են ծնողները, ինչ նախասիրություններ ունի, կենցաղում ոնց է իրան դրսևորում հարսիկը, հա, որպես ապագա տանկին, անգամ մեր պլաններում կա, որպեսզի որոշակի գոլեգաների հետ մենք ստեղծենք ապագայում ընտանիք կազմող զույգերի համար հետաքրքիր դասընթացներ, որի ֆոնին կնախապատրաստվեն զույգերը։ Ինչ լավ բան եք մտածել։ Հա, իհարկե, որովհետև ընտրել ես մի բնագավառ, որը ընտանիք է կառուցում եւ կուզենայի, որ այդ գաղափարները իհարկե ես խորհրդակցել եմ արդեն իմ գոլեգաների հետ, դրանք մոտեցնենք իրականությանը։ Ես կարծում եմ դա նաև հաճելի կլինի հենց կյանք մտնող զույգերի համար, որոնք որոշակի հանգամանքների պատճառով միգուցե չեն հասցրել կամ չգիտեն կամ տեղեկացված չեն։ Կարծում եմ ինչ որ չափով կստացվի նոր ընտանիք կազմելու համար ֆունդամենտալ այդ գիտելիքները ունենալ։ Ժամանակները փոխվում են, մոդեռնիզացվում է, շատ կարևոր է, որ հենց շնորհիվ event planner-ների մեր ազգային այդ ավանդական արժեքները չկորցնենք ու իրենք հաճախ, երբ երիտասարդ զույգերը ցանկանում են այսպես նորություններ, ավելի ցիվիլ, այս բառը շատ է շոշափվում, ես հասմիկի մեջ տեսա այն, որ ասում է, այ ավանդական էս պահը կա, եկեք անենք, ինքը կգեղեցկացնի, հետո կհիշեք, այսինքն զգում ես, որ մարդը իր գործից բավականին քաջատեղյակ է եւ ամենակարևորը շատ ուղղախոս եւ շատ հստակ է։ Դա ինձ դուրի եկավ եւ կարծում եմ եւ ավելին ասեմ, համոզված եմ, որ մեր համագործակցությունը դեռ երկար է շարունակվելու, որովհետև ինքս լինելով շատ պերֆեկցիոնիստ, սիրում եմ միայն ճշտապահ հստակ, մասնավորապես նաև երբ դու գործ ունես գումարի հետ, այնպիսի մարդկանց հետ աշխատել, ովքեր իրենց գործի գիտակն են եւ երկրորդ անգամ ուղղակի չես ասի այն, ինչ որ արդեն առաջին անգամ դու նախանշել ես։ Դուք շատ պրոֆեսիոնալ եք, շատ հոգատար, շատ նվիրվող, շատ մանրակրկիտ
ձեր աշխատանքի մեջ եւ շատ բարդ է միջոցառման կազմակերպչի գործը, որովհետեւ ինքը պետք է մի շարք մարդկանց աշխատանքները միքսի, հա, հանդիսավար, հրուշակագործ, մնացած բոլոր գործընկերներ։ Ինչպես է ստացվում, հա, բոլոր գործընկերներին համատեղել եւ իրենց արդյունքը ներկայացնել ի վերջո մեկ դահլիճում։ Այո, ճիշտ եք, բավականին պատասխանատու աշխատանք է, որից դու լինելու պատասխանատվության զգացողությունը ձեզ մոտ շատ գեր աշճանի վրա է։ Գիտեք, ես թերևս հնարավոր կլինի, որ իմ անձնական առօրյայում, իմ կյանքում եւ այլն որոշակի հարցերում անգամ այդքան հետեւողական չլինեմ, ինչքան որ այլոց միջոցառումներին, որտեղ ես առաջին հերթին առավոտյան իմ ուղեղում կա, որ դա միջոցառում է, որը կախված է քեզանից, դա չի լինելու այլ բան եւ այդտեղ հնարավոր չի որևէ բաց թողում։ Եվ այդ նշանաբանը արդեն իսկ ուղեղումդ դու սկսում ես առավոտը։ Առաջին հերթին ինքդ պետք է պահես քո բալանսը, որպեսզի կարողանաս կոնտրոլանես, կոպիտ ասած, միջոցառումը։ Այո, ճյուղերը շատ են, որոնցից սնվում է միջոցառում հրուշակագործ, թամադար, երաժիշտներ, պարողներ եւ այլն ու պլյուս նաեւ պատվիրատուն, այո, եւ պլյուս պատվիրատու, որոնք տարբեր բնավորություն ունեն եւ տարբեր նախասիրություններ ունեն եւ դու չգիտես միջոցառման ժամանակ բարեկամներից ումից ինչ կարելի է սպասել, նպատակ չի բացասական առումով, այսինքն քո ծրագրում հնարավոր է որևէ բան իրանց կողմից ուղղակի մարդու ներսից եկա ու այդ կարողանա ինքը միանգամից արտահայտի, չնայելով որ այս պահին ուղղակի թայմինգով դա նախատեսված չի։ Մի քանի օր առաջից արդեն պլանավորում ենք տվյալ սերվիսը արող մարդկանց հետ եւ թերևս արդեն գործընկերներին բոլորին գրեթե գիտենք ում հետ որ աշխատում ենք։ Դուք ձեր օրվա գործընկերներին ընտրում եք ելնելով տվյալ միջոցառման թեմատիկայից։ Եթե անկեղծ կասեմ, որ իմ գործընկերներին ես ընտրում եմ ելնելով գործի պրոֆեսիոնալությունից։ Դա ինձ համար շատ կարևոր է, որ իմ գործընկերները լինեն իրենց ամեն մեկ իրենց սֆերայում բավականին ստացված լինեն, որը հեշտացնում է իմ աշխատանքը եւ ես կրկնակի երակի անգամ էլ չեմ պատրաստվում զգուշացնել ինչ-որ բան, հիշացնել ինչ-որ բան։ Իհարկե լինում են նաև որ հաճախորդն անդրած ունենում տվյալ սերվիսը եւ ես պետքա դա վերահսկեմ։ Դա անում եմ, բայց երբ որ դա թողում եմ բոլոր իմ հայացողության, ես ընտրում եմ բավականին պրոֆեսիոնալ գործընկերների։ Եվ գործն էլ հեշտ է առաջ գնում։ Իհարկե այդ առումով շատ կարևորում եմ, երբ աշխատանքային ընթացքում մասնավորապես, հա, հանդիսությունների շրջանակներում, երբ ճշտապահություն է լինում, որովհետև ժամային գրաֆիկ գոյություն ունի, երաժիշտներ, թիմ, աշխատանք, որ ժամին, որ վայրկյանին ինչ գործողություն պետք է լինի։ Եթե դու պրոֆեսիոնալ ես, միանշանակ այս պարագայում event planner-ի գործողությունը մի ամբողջ համակարգի, այսպես ասած, հիմնական շարժիչ ուժն է ու հասմիկը իսկապես կարողանում է, երբ մենք վարում ենք այդ հանդիսության ընթացքում այս երգիչի եկավ, այս շոուն եղավ, հաջորդ կենացը պետք է լինի, ես աշխատելով իր հետ հասկացա, որքան հանգիստ շունչ եմ քաշում եւ այն ավելորդ նյարդը, որ երբեմն այդ 4-5 ժամվա շրջանակներում լինում է, իր ուսերին է վերցնում բառից բուն եւ ուղիղ իմաստով այս գեղեցկուհին ու ես հասկացա թե որքան պրոֆեսիոնալ է այդ ամենը, որքան դրական է այդ ամենը իրագործում առանց ավելորդ խոժոր հայացքների, առանց այսպես նյարդային ինտրիգների եւ ամեն շատ հատուկ գծված է։ Անկեղծ եթե ասեմ, երբ աշխատեցի այդ ճշտապահությունը զգացի եւ հանգիստ անգամ այսպես ֆիդբեք տվեցի, ասի շատ հաճելի էր իր հետ աշխատելը, որովհետեւ պրոֆեսիոնալ է ու երբ որ ինչ-որ մեկից լավ էներգիա է գալիս, այդ արևը կա, այդ ժպիտը կա, այդ պոզիտիվը կա, ինքս թինքան դու արդեն շատ խաղաղ ես ու եթե ինչ որտեղ դու էլ ինքդ էլ թերանաս, որովհետեւ անդադար դու հարց ու պատասխանի եւ կենացների մեջ ես որպես այդպեսին, դու գիտես, որ քեզ այդ ամենը ապահովող մի անձ կա, այս պարագայում հասմիկը, որ ինքը ամբողջությամբ իր գործառույթը, անգամ երբեմն քո գործառույթը կարող է վերցնել ու երբեմն հնարավոր է որ չցանկանաս այս կամ այն հարցով, որ քեզ որևիցե մեկը մոտենա, ինքը ամբողջությամբ այդ ամենը կարողանում է շատ ճիշտ ճշգրտորեն պատասխանատու ձևով կազմակերպել։ Ինքը մինչև այն պիկին չհասնի իր պատկերացրածի կամ ինչ որ հաճախորդի ուզածի, ինքը չի հանգստանում։
անդադար ինքը հոլի նման պատտվում է։ Այդ դրանով ինքը շատ լավն է, ինձ դուր է գալիս իր աշխատանքային ոճը, ձևը, մոտեցումը։ Դուք նաև կազմակերպում եք այլազգիների հարսանիքներ եւ գիտեմ, որ այդ դեպքում դուք մանրամասն ուսումնասիրում եք իրենց ավանդույթները, իրենց սովորությունները եւ իրենց մշակույթը, եւ ես կարծում եմ, որ դա առավել պատասխանատու գործ է։ Այո, բացի պատասխանատու լինելուց, միևնույն ժամանակ հետաքրքիր է, քանի որ ունես լրիվ ուրիշ աշխարհ ես մտնում։ Մեկ օրով դու գնում ես լրիվ ուրիշ աշխարհ, ուրիշ ավանդույթներ, ուրիշ մարդիկ, ուրիշ բարքեր, ուրիշ զգացողություններ, որոնցից նաև ինչ որ ոչ սովորելու բաներ ունենք։ Կազմակերպում եմ այլազգի հարսանիքներ, դա արդեն գրեթե նորություն չի, վաղուց ենք զբաղվել այլազգի հարսանիքներով, բավականին ստացված ենք այդ առումով։ Եվ ձեր անունը բարձր հնչում է նաև իրենց շրջանակներում։ Իհարկե, ինձ որ զանգում են, արդեն ասեն, այս ինչ հարսանիքի դուք եք կազմակերպել եւ իրանք են խորհուրդ տվել, դա ինձ համար ամենակարևորներից մեկն է, որ հաճախորդը արդեն հաճախորդ է փառքում։ Դերս մենք արդեն հարազատ ենք դառնում, այլ որպես հաճախորդել չընկերներ ենք դառնում։ Բնականաբար հարսանիքից մի քիչ առաջ է որ սկսում ես արդեն պլանավորել հարսանիքը, ուսումնասիրում ես տվյալ ժողովրդի ավանդույթները, սովորույթները, իրենց հետ եւս քննարկում ես ինչն են ուզում անել եւ ինչու ոչ, եւ արդեն փորձում ես քո գիտելիքը եւ փորձը օգտագործել տվյալ հարսանիքին։ Չմեծամտանամ, բայց թերևս այդ առումով էլ մենք ստացված ենք։ Շնորհակալ եմ իմ թիմին, որ այդ կարգի հարսանիքների ժամանակ եւս պահում ենք մենք բարձր պրոֆեսիոնալիզմը եւ որևէ բաց թողում եւ որևէ խոչընդոտ չի կարողանում խանգարի մեր միջոցառմանը։ Մի քանի օր առաջ մենք ներկայ էինք այդպիսի հարսանիքներից մեկին, եզդիների հարսանիք էր, իրենք եկել էին Ռուսաստանից հատուկ Հայաստանում նշելու իրենց հարսանիքը, որովհետև համարում են, որ Հայաստանը իրենց հայրենիքն է եւ տղան ծնվել էր Հայաստանում։ Շատ սիրուն էր ձեր ձևավորումները, շատ ճաշակով, ինձ էլ շատ հետաքրքիր էր մասնակիցը լինել այդ հարսանիքին։ Այո, եզդիական հարսանիքները թերևս առաջին անգամ չենք կազմակերպում, բայց ձեր ներկա եղած հարսանիքը լավագույններից էր թերևս, որին պատրաստվել էին Քաբուր պատշաճի եւ ձևավորումն էին ընտրել բավականին բարձրակարգ ձևավորում, մեր պատվիրատուն եւ ընտրել բավականին լավ ռեստորան, բարձրակարգ եւ դրա հետ մեկտեղ հաճելի էր, որ ընտրությունը որպես իվենթ պլաներ ինձ էին ընտրել։ Եզդիները հաճախ են դրսից գալիս Հայաստանում նշելու, որտեղ իրենց եկեղեցին, որ ակնալիճում կա, թերևս ամենամեծն է եւ խորհրդանշական է, որ պարտադիր զույգը պետք է այցելի եկեղեցի, ունեն հատուկ ավանդույթներ, այնտեղ անպայման պետք է զույգը ներկա լինի, որը նաեւ համարվում է իրենց համար օրհնություն։ Հարսանիքի մասով կասեմ, որ ավանդույթները արդեն ես 10-ից 10 գիտեմ, հերթականությունը, որ ինչ է խորհրդանշում եւ այլն, դες որ մեր համար բավականին թեթև, հանգիստ, հետաքրքիր անցավ, ու բավականին լավ պատվիրատուներ ունեի, ստացված հարսանիք էր։ Ես այս հարսանիքը եկել եմ հատուկ Ֆրանսիայից, այս հարսանիքը վիրել եմ ուսուցվել Գերմանիայից, Ռուսաստանից, Հայաստանից, հենց Ֆրանսիայից։ Մենք շատ ուրախ ենք, որ մեր եզդի ժողովուրդները Հայաստանում հարսանիքներ են անում, բայց կազմակերպությունը ամեն հարսանիքում չկա, ես հետ եմ ասել, բայց այս հարսանիքին հասմիկը կազմակերպությունը անում, այս հարսանիքում մենք շատ գոհ ենք, մեր հետ եկել էր մեր խնամիների տունը, ամեն իրա կողմից ինչ որ պետք է հասմիկը անում, մենք շատ գոհ ենք, շատ շնորհակալություն ենք հայտնում հասմիկին այս սորվա։ Կազմակերպել հարսանիք, երբ զույգը Հայաստանից է, եւ կազմակերպել հարսանիք, երբ զույգը արտերկրից է։ Դրանք տարբեր բաներ են, չէ՞։ Թերևս ես կասեմ, որ տարբեր են զուտ լոկացիաներով, որ մտածում ենք Հայաստանում չեն, դժվարությունները կարող են ծագել,
Ես առաջին անգամ չի որ ասում եմ այդ մասով, որ մեր հաճախորդների գրեթե գերակշիռ մասը արտերկրից է, չգիտեմ ինչի այդպես է դասավորվել։ Ձեզ շատ են արտերկրից։ Այո, հիմնական հաճախորդները արտերկրից են եւ մենք այդ խնդիրը չենք ունենում, որոշակի մասնագիտական գաղտնիքներ կան, ես դրանց մասին ուղղակի չեմ բարձրաձայնի, բայց մենք տարածության մեջ այդ բոլոր հարցերը կարգավորում ենք, իհարկե եւ ունենք դրսում գործընկերներ, որոնց հետ համագործակցում ենք որոշակի սերվիսների պահով, մինչեւ զույգը Հայաստան կլինի, արդեն որոշակի հարցեր լուծված է լինում։ Տարբերություն շատ քիչ կա, գրեթե չկա, որովհետեւ հարսանիքից գրեթե 3-4 օր առաջ է լինում, որ գալիս են, ուղղակի մի հանդիպում ենք անում, որ տետ-ա-տետ քննարկենք, անցնենք մեր ամեն ինչի վրայով ցուցակով ու ստացված հարսանիք ենք ունենում։ Ես դա կուզենամ որպես մեծամտություն չդիտարկվի, դիտարկվի ուղղակի նյուանսներ, որոնք որ մենք կարողանում ենք ճիշտ օգտագործել տարածության մեջ, որտեղ երբ որ ընտրել ես մի պրոֆիլ, պետք է ունենաս նաև արտերկրից հարսանիք, պետք է ունենաս նաև on-line բար սովորող աղջիկ, հարսիկ, որ պետք է Հայաստան գալը մինչև հարսանիքը պետք է սովորի դա, այսինքն դրանք պետք է նախապես դիտարկած լինեն, որ լինելու են։ Միշտ են լինելու, անխուսափելի են, որտեղ դու ընտրել ես այդ բնակավարը, չպետք է մերժես, եթե զույգը դրսից է։ Ու դրա համար մշակել ենք այդ ծրագիրը, որով որ բավականին հեշտ ունենում ենք լուծումները։ Շատ լավ, իդեալական կազմակերպված հարսանիք։ Դա որ հարսանիքն է, ինչպեսին է այդ հարսանիքը։ Ես կասեմ, որ իդեալական կազմակերպված հարսանիք դա այդ տերմինը սխալ կլինի։ Կլինի հարսանիքը ստացված եւ չստացված։ Դա այն է, երբ որ օրվա վերջում ունենում ես շնորհակալություններ, դա պարտադիր։ Քո օրվա ռելաքս, օրվա ավարտի դա գալիս է, երբ որ արդեն քեզ շնորհակալություն են ասում։ Ուրախ են, հյուրերն են մոտենում շնորհակալություն ասում, զույգն է բավարարված, չկա միջադեպեր, բախումներ չեն եղել, որոնք որ քեզանից կախված չեն, թերևս, բայց դու պետք է վերահսկես այդ ամեն ինչը։ Տարբեր մարդիկ են, ալկոհոլ են օգտագործում, տրամադրությունները լավ, տարբեր որակների մարդիկ են հավաքվում մի միջոցառմանը եւ այլն, մաքսիմալ երբ որ այդ կարգի բաներ չեն լինում, հարսանիքի ճիշտ թայմինգով է գնում, այսինքն ժամանակացույցը պահած է լինում, որևէ տեղ ուշացում չի լինում, որևէ բաց թողում չի լինում, ու փուճուրիկ բաները դրանք չեն քաշվում, դա համարվում է արդեն ստացված հարսանիք։ Իդեալական կդժվարանամ ասեմ, որ իդեալական անգամ չենք էլ մենք գծում իդեալական հարսանիք, որովհետև գոյություն ունի եղանակ, ճանապարհներ, խցանումներ եւ այլն, փառկաստում մենք դրանք էլ ենք ճիշտ թայմինգով հաշվի առնում, բայց մեզ համար, մեր թիմի համար ստացված հարսանիքը դա իդեալական հարսանիքն է։ IRP-ի հետ միջև մեր գործնական փուլերը անցնելը մենք վաղեմի ընկերներ ենք, թե համագործակցել ենք տարբեր պրոյեկտներում, թե TV-ներում իրար հետ հաղորդումներ ենք վարել, իմանալով ինքը ինչ մասնագետ է, ու մենք ընկերացել ենք ավելի շատ, ընկերներ ենք եղել, ու այս վերջերս ինքը մեր առիթներն է կազմակերպել, թե հարսանիքը, թե մեր բալիկի ծնունդը, հարսանիքը այնքան լավ էր կազմակերպել, որ իմ բոլոր հյուրերը, կոնտակտները IRP-ի ցանկացան, դաժե բարեկամներ կային, որ էլի համագործակցեցին IRP-ի հետ մեր հարսանիքից հետո։ Դե պարզա հարսանիքից հետո արդեն որոշ ժամանակ անց մեր բալիկի ծնունդն էր, 1 տարեկանը IRP-ն էլի նույն ձևի ամենաբարձր որակով, ամենագեղեցիկ տարբերակով IRP-ն սա կազմակերպեց։ Առաջին համագործակցություններից մեկը հենց եղել է ոչ թե որպես մասնագետ, որպես հաղորդավար, այլ հենց քույրիկիս բալիկին էինք ամուսնացնում եւ որոշեցինք, որ Հասմիկը իր ամբողջ գեղեցիկ պրոֆեսիոնալ թիմով պետք է այդ կազմակերպչական ծանր պատասխանատվությունը կրի, որովհետեւ այսպես բազմահյուր տրամադրություն էր, արտերկրից ժամանած հյուրեր, մոտավորապես 6-700 այսպես հոգանոց բավականին ավանդական հարսանիք, որ պետք է նախագծված լիներ ամեն դետալը, շատ պրոֆեսիոնալ էր, ես ուղղակի հիացած այսպես կողքից դիտում եմ այդ աշխատանքը։ Մի տեխնիկական հարց է միջոցառումներից, որքան առաջ պետք է ձեզ դիմեն։ Այնքան հարաբերական է այդ հարցը։ Լինում է միջոցառումներ, ես ունեմ հաջորդ տարվա համար արդեն ամրագրված հարսանիքներ, որ սկսում են կամաց նախապատրաստվել։
հարսանիքներ կան, որ մի քանի ամիս առաջ են ուղղակի ամրագրել, ունեցել ենք էլի դեպի 6 ամիս առաջ։ Եվ ունեցել ենք հարսանիք, որ զանգել են, ասել են, մենք եկել ենք Հայաստան, որոշել ենք այստեղ զաքսավորվենք, ամուսնանանք ու 3-4 օրից, այսինքն ֆիքսված 4-րդ օրը պետք է լինի հարսանիքը։ Դե բնական ասեմ, ինչ եք այդքան ուշացրել։ Ամենաբարդը երևի սրահ ամրագրելն է, չէ՞ այդտեղ։ Թերևս զույգը արդեն սրահ գտած է լինում, ամրագրած են լինում, եթե դա չեն թողում ինձ։ Ու երկրորդ գործառույթը արդեն պետք է գտնեն օրգանիզատոր, որ պետք է զբաղվի այդ հարսանիքով։ Լինում է, որ սրահն ենք մենք ընտրում։ 3-4 օրում հնարավոր է գտնել սրահ։ Փորձում ենք, քանի որ կապերը այդ սֆերայում արդեն ունես կապեր եւ պետք է այդ քանակության գտնես։ Լինում է, որ փոփոխված հարսանիքներ են լինում, օրեն հանած լինում եւ այլն, եւ կարողանում ենք դասավորենք։ Իհարկե այդ կարգի բաները շատ շուտ չի լինում, բայց որ հարսանիքը կարելի է 3-4 օրում կազմակերպել, ունեցել եք տենց դեպքեր։ Հարսանիք կազմակերպելու գործում, նախապատրաստվելու, որ մասն է, որ ձեզ համար ամենադժվարն է եւ որը ամենահետաքրքիրը։ Միջոցառման ամեն ինչն էլ դժվար է, քանի դեռ օրվա ավարտին չես մոտենում։ Ամեն միջոցառում ունի իր դժվարություն, ինչքան էլ դու պրոֆեսիոնալ ես, ինչքան էլ որ դու արդեն իսկ առավոտ գիտես հստակ, որից հետո է թիմդ պատրաստ ամեն ինչը, միևնույն դա էլ ունի իր դժվարությունը, որովհետև դու չգիտես քեզ ինչա սպասվելու առհասարակ առօրյայում, օրվա մեջ եւ այլն։ Իսկ ամենահետաքրքիրը էլի եւս երևի կդժվարանամ ասեմ, հետաքրքիր մասը ամեն հարսանիք ունի իր հետաքրքրությունը։ Ընթացքում երբեմն այդ հետաքրքրությունը լինում, որ անակնկալներ են լինում, որ ինձ էլ ասած չեն լինում, մոռացած են լինում, կամ իրանց իսկապես զույգն էլ չի իմանում, կամ պատվիրատուն անգամ չի իմանում, եւ հարսանիքի ընթացքում են զանգ ստանում, որ այսպիսի անակնկալ կա։ Այդպիսի հետաքրքիր դեպքերը կարող ասեմ, որ լինում է, ընթացքից է կախված։ Իսկ ձեր համար ամենահուզիչ պահը հարսանիքի ժամանակ։ Հուզիչ պահը հարսանիքի ժամանակ մի քանի պահեր են։ Առաջինը, որ առաջին հանդիպումը պետք է լինի փեսայի եւ հարսի այդ զգացողությունները հաճելի են շատ։ Երևի հայր եւ աղջկա պարը, որը պրոտոկոլով ընդունված պար ունենք, ամենահուզիչներից է։ Դե մենք հայերս էլ էմոցիոնալ ենք ավելի քան եվրոպացիները։ Եվ օրինակ եվրոպացիները ավելի ուրախ են, պարով բաժանվում կամ այդ պարը ներկայացնում, ավելի adekvat։ Մեծ մոտ էմոցիոնալ պահը ավելի շատ է։ Պապաները, որոնք որ այտենց խրող համարտկային գծերով օժտված, փլվում են ուղղակի այդ պարի ժամանակ։ Երևի ամենահուզումնալից պահերից դրանք են նաև։ Իհարկե էլի լինում են պահեր հարազատների, ընտանեկան, մամա, քուրիկ եւ այլն, բայց այդ երկու հանդիպումները ինձ համար ամենահուզիչն են։ Իսկ այ դուք ինչպես եք կարողանում հաղթահարել սթրեսը, որը անխուսափելի է այդպիսի մեծ միջոցառումների կազմակերպման ժամանակ։ Ես նախ օրը սկսում եմ աղոթքով, դա է ամենամեծ սթրեսի հաղթահարման բանաձևը։ Իսկ երբ որ արդեն խնջույքը, թերևս այն բուրըն խնջույքի մասն է, եւ դու գիտես, որ արդեն վերջ ճիշտ հունի մեջ գնում է միջոցառումը, մեկ բաժակ գինի, բաժակ գինի, երևի արդեն գիտեք, մեկ գավաթ գինի դառը, թերևս մի փոքր թուլացնում է լարվածությունը, իհարկե աշխատանքի մեջ մենք չենք օգտագործում ալկոհոլ, բայց թերևս այդ գինին թուլացնում է լարվածությունը եւ օրվա վերջում այն շնորհակալությունները արդեն ամբողջությամբ ռելաքսած լինում։ Ինչի համար եք դուք սիրում ձեր աշխատանքը։ Հենց այդ շնորհակալությունները վայելելու, թե մարդկանց սովորական օրը տոն դարձնելու։ Անկեղծ ասած, աշխատանք ընտրելուց ես չգիտեի ինչու եմ մտնում այդքան բարդ պատասխանատու մի սֆերա, որտեղ որ քեզանից կախված է միջոցառման մնացած ամեն ինչը։ Դու դիրիժորն ես միջոցառման եւ դու սխալվելու իրավունք չունես, այդ պատասխանատվությունը ավտոմատ անցնում է արդեն քո նյարդային համակարգի վրա, քո շրջապատի, տան եւ այլն, որովհետեւ դու լիցքավորված ես պատասխանատվությամբ, որին ոչ մեկ ոչ մի ձևով չպետք է խանգարի։ Դու պետք է այդ կրած օրը հասցնես ավարտին։ Աշխատանք ընտրելուց ես դա այդքան չէի նկատում, ուղղակի երբ որ գնում ես միջոցառումների, ձևավորում ավարտում ենք, մեկը պատվիրատուն ասում է. դուք մնալու եք, չէ՞։ Դուք մեր հետ գալու եք, չէ՞։
դուք մեզ հետ եք այսօր լինելու, ասում եմ ոչ, թերևս դա այդ ժամանակ ես դեռ միջոցառման պլանավորող չէի, ուղղակի մենք ձևավորումներ էինք անում, հյուրասիրություն, ֆրշետ եւ այլն։ Դուք շատ հզոր էներգետիկ դաշտ ունեք եւ բոլոր մասնակիցներին տրամադրում եք դեպի ձեզ եւ երևի թե դա էլ գնացել է։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ ասում եմ, բայց ուզում հասկանամ ինչու մնամ էլի։ Ու հասկանում եմ, որ ասма կլինի, որ դուք ինձ հետ լինեք, ես չեմ լարվի, կամ ինձ կասեք ես ոնց անեմ եւ այլն, ու դա ազնվությամբ 1 տեղ չէր, 3 տեղ չէր, 5 տեղ չէր, 10 տեղ չէր։ Գրեթե միշտ ամրագրելուց միշտ ասում են, իսկ դուք կլինեք, չէ՞ որ ինձ ասեք եւ այլն։ Ես հասկացա, որ ուղղակի դա պահանջարկ ունեցող աշխատանք է, որը որ մարդիկ ուզում են դա։ Ու որպես այդպեսին արդեն ընտրեցինք, որ այո, եթե պետքա լինես մարդկանց կողքուրը, պետքա լինես միջև միջոցառման ավարտը, որտեղ դա իրենց մի ուրիշ կարգի ազատում է բոլոր պարտականություններից, պարտավորություններից, հոգսերից, լարվածությունից, այսինքն մարդը իր ընտանիքում միջոցառում ունի, զավակ ամուսնացնում եւ ինքը չի կարողանա միևնույն ժամանակ իր ուրախության ընթացքում վերահսկի մնացած եւ որը պիտի հանգիստ վայելի։ Այո, դեռ դա հիմա արդեն պահանջված աշխատանք է, որպես այդպեսին, չեմ փոշմանել, որ ընտրել եմ, որովհետև կարճ ժամանակում բավականին ստացված եղան մեր միջոցառումները եւ ես կարծում եմ, որ այո, բնությունից տրված որոշակի այդ էներգետիկան ես օգտագործեցի նաեւ ճիշտ այս սֆերայում։ Կարևորագույն հատկանիշները, որ պետք է ունենա միջոցառման կազմակերպիչը։ Մի քանի կարևորագույն գծեր կան, ես կկրկնվեմ, եթե ասեմ պարտաճանաչությունը, համբերատարությունը, թիմում աշխատելու ունակությունը եւ այլն, բայց իմ պարագայում ես կուզեմ շեշտեմ մի բան, որ ինձ համար կարևորագույնը այն է, երբ որ ես իմ գործին չեմ նայում որպես եկամուտի աղբյուր, որպես բիզնես։ Ես մտնում եմ միջոցառման մեջ, ես լինում եմ տվյալ օրվա միջոցառման անդամը, ես ընդունում եմ տվյալ միջոցառումը որպես իմ հարազատը եւ քննարկելուց էլ ասում եմ, եթե կան հարցեր, որոնք որ փակ են, ամաչում եք քննարկելու բյուջետային առումով, մնացած եւ այլն, ես ձեր ընկերն եմ, ես ձեր հարազատն եմ։ Ինձ համար կարևորագույն գծերը դրանք են։ Երկրորդը երևի մարդասեր լինելը, որը որ հիմա շատ նկատելի է, հաճախորդը հեռվից հեռու նկատում է, դու վերցնում ես իրանց որպես հաճախորդ, թե դու վերցնում ես այդ միջոցառումը, որովհետև քո գործը սիրում ես ու այդ միջոցառումը տանելու ես ոնց պետք նա, թե ուղղակի ժամերն ես հաշվելու, երբ ավարտվելու աշխատանքը որ գնաս։ Այդ բնավորության գծերը, որոնք որ ես թերևս վերցրել եմ իմ ծնողներից, կոնկրետ հայրս բիզնեսում բավականին ստացված բիզնեսմեն է եղել եւ այդ բնավորության գիծը կոնկրետ, որ ինչքան էլ աշխատանք դու իրան եթե նայեցիր առաջին տեղում որպես եկամուտի աղբյուր, ուրեմն դու արագ ճանապարհդ կարճ է լինելու, այո։ Իսկ երբ որ դու մտնում ես այդ աշխատանքի մեջ եւ վերցնում ես դա ու տանում ես այդ ծանրությունով, իր պարտավորություններով, իր ամեն ինչով, այսինքն տվյալ մարդկանց հոգսը, հա, այտենց պարկով քո վրա է լինում, ինչեւ որ դու հասցնես այդ կայանատեղի, այս դեպքում հիմա բավականին նրբանկատ են հաճախորդները եւ դա նկատում են։ Եվ այդ շնորհակալությունները եւ բարեկամին խորհուրդ տալը եւ հարազատին ուղղորդելը դեպի ինձ, դա հենց այդ բնավորության հետևանքն է եւ դրա գրավականը։ Հասմիկը իր մարդկային տեսակով բարության մարմնացումն է։ Էլի եմ ասում, օրինակս երևի կլինի նույնը իր հետ պայմանավորված, թե մերժում որպես այդպեսին չունի, ինչ որ բանի տրտմություն չունի, ինչ որ բանի շուրջ որ ասեմ չգիտեմ, ալարում անի կամ չի ուզում անի, ինչ որ կերպ դա ցույց է տալիս։ Այդ դրանով ինքը առանձնահատուկ է իր մարդկային տեսակով։ Հետաքրքիր է իր մոտեցումներով, իր կրեատիվ մտքերով։ Մինչև Հասմիկի հետ աշխատելը որպես կազմակերպիչ, աշխատել ենք շատ ու շատ ուրիշ ոլորտի մեջ, որտեղ ինքը նաև պրոֆեսիոնալ դրսևորում ունի, ձևավորման ու այդ ամենի շրջանակում։ Նույնիսկ այդտեղ ինքը այնքան սիրուն կարար մարդուն տաներ են ավելի սիրուն կետին ձևավորման կամ ինչ-որ բան անելու, քան հաճախորդը ուզում էր ու արդարացված էր այդ ամեն ինչը տանում։
Սա էլի աշխատանքային կողմին մի փոքր անդրադարձանք, բայց դա կարծում եմ մարդկային որակի մասին է խոսում, որ ինքը միանշանակ ուզում է ոչ միայն իր, այլ նաև հաճախորդի համար լավ լինի, սիրուն լինի։ Սա հենց բարության մասին է խոսում։ Ես ընդհանրապես մի բառով Հասմիկին կբնորոշեմ այսպես՝ բարի։ Ինչպես է կարգավորում գործընկերների հետ հարաբերությունը եւ ինչն է այդտեղ ամենակարևորը։ Գործընկերների հետ հարաբերությունները դե բնականաբար արդեն տարիների ընթացքում երբ որ աշխատում ենք, կես բառից ենք հասկանում իրար, այն թիմային աշխատանքը, որը միասին ենք վերցրած լինում։ Անկամ եթե գործընկերներին պետքա հասնեմ ռեստորան ու պետքա զանգեմ ռեստորանի խոհանոց կամ պետքա զանգեմ մենեջերին, որպեսզի հասկանանք մենք գալիս ենք, այս ինչ հարցը եւ այլն, դու հանգիստ արի, դու հանգիստ եղի, ամեն բան ստեղ նորմալ է։ Կլինի դու տուն գնաս առհասարակ։ Այսինքն գործընկերները անգամ եթե ես կոնտրոլնի, հա, կրկնակի անգամ ոնց որ փորձում եմ ստուգելու արդյոք պունկտերը բոլորը պատրաստ են, որը միջոցառումը պետքա սերվիս տա միջոցառմանը, արդեն գիտես որ հանգիստ եղի։ Դա նշանակում է, որ գործընկերները չեն թույլ տալիս լարվելու, չեն թույլ տալիս, որ դու եւս մի անգամ զգուշացնես եւ այլն։ Ամեն մեկը իր անելիքը գիտի եւ գործընկերների հետ հարաբերության պահպանման գրավականը գնահատելն է, կարծում եմ։ Երբ որ դու գործընկերներիդ ամեն մեկին իր ճիշտ գործի համար գնահատում ես, օրվա վերջում այդ շնորհակալությունը բոլոր գործընկերներիդ, ովքեր որ տարիների ընթացքում են աշխատել եւ ովքեր միգուցե առաջին անգամ են քեզ հետ այդ օրը առաջին անգամ ես այդ ռեստորանում, առաջին անգամ ես տվյալ թամադայի կամ երաժիշտի հետ աշխատում, երբ որ օրը ստացված է լինում, իհարկե այդ շնորհակալությունը արդեն պարտավորեցնում է եւ կարծում եմ դրա համար հետագայում աշխատելը դառնում է ավելի փոխկապակցված։ Այդ աշխատանքը ասեղնագործության նման մի բան է։ Դու առավոտից փորձում ես ասեղնագործել, այս սերվիսի թելը վերցնել, այս թելը վերցնել, այս թելը վերցնել, որը վերջում ստանալու ես մի գեղեցիկ արդյունք։ Կարծում եմ բնավորության գծերից մարդասեր լինելը։ Երբ որ դու անպայման դրեցիր քո եսի խնդիրը, որ ես եմ օրգանիզատորը եւ իմ ասելով պետքա լինի, եւ երկրորդ պլան դրեցիր մնացած սերվիս տվող մարդկանց կամ կամպանիաներին, այդպես չի լինում։ Դու օրգանիզատորն ես, բայց դու պետքա տեղեր կան, որ սպորտում ոնց է լինում, պասերով են, հա, անում, ճիշտ պասերով այդ միջոցառումը տանեք առաջ, որպեսզի միջոցառումը դրանից չտուժի։ Օրվա հենց սկզբից ասում եք, ես անում եմ այդ կոնտրոլը, բայց եկեք անում ենք նենց, բոլորս հավաքվել ենք, անենք նենց, որ միջոցառումը վերջում ունենանք արդյունք։ Փոխկապակցվածության, հանդարտության ամեն ինչ արդյունքում իհարկե լինում են նաև դեպքեր, որտեղ որ ասողներ են լինում կամ չհնազանդվողներ են լինում, այդպիսի դեպքեր էլ կարող են լինել, բայց փառք Աստծո դրանից միջոցառումը չի տուժում։ Շատ հեշտ է իր հետ աշխատելը, որովհետև ինքը իմ համար այս աշխարհում իմ ճանաչած մարդկանցից են, եզակի մարդկանցից է, ով չի մտածում դա արդյոք արժե անել թե ոչ։ Եթե դու ասում ես, այս ինչ բանը պետք է անենք, ինքը միանշանակ պատասխանում է այո։ Ու այնքան պոզիտիվ է պատասխանում այո։ Անկախ նրանից դրա դժվարությունների ելքերը, մնացած բոլոր հարցերը, որոնց միջով ինքը պիտի անցնի, դա երբեք քեզ ցույց չի տալիս։ Այդ դրանով ինքը առանձնահատուկ է իմ համար։ Հիմա եւս մեկ հարաբերություն քննարկենք, հա, դաշտում գոյություն ունեցող մրցակիցներին։ Ինչպես եք վերաբերվում մրցակցությանը։ Ես որպես այդպեսին չեմ դիտարկում որպես մրցակիցներ։ Ես կարծում եմ, որ ամեն մեկը ունի իր աշխատելու ձևը, տեսլականը եւ անգամ դու վատել դրան վերաբերվես, ջղայնան ասել, որ ինչու ես դու օրինակ դու այդ գործում չկաս, ինչու ես վերցրել դա անում, կամ ես մեկ ավելի լավ անում, հարգում եմ իմ բոլոր գործընկերներին, ովքեր տարիների ընթացքում դա ձևավորվել, որ իրանք դարձել են պրոֆեսիոնալներ, որտեղ բոլորն էլ սկզբանե ոչ պրոֆեսիոնալ են լինում, երբ որ սկսում են։ Առաջին քայլերը բնականաբար մարդիկ փորձ չեն ունենում, դրան չպետք է նայել վատ աչքով։ Յուրաքանչյուրը ունի իրեն ընտրողների բանակը, գտնում են այդ կազմակերպիչին են ուզում, գնում են դեպի իրան, ինձ են ընտրում, ինձ են գալիս։ Անփորձին են ուզում, անփորձին են ընտրում եւ պրովալա գնում կամ չի գնում, չգիտեմ միջոցառումը։ Այդ մասով կարող եմ ասել, որ ես մրցակիցներ չեմ դիտարկում եմ որտեղ գոլեգաներ, ովքեր ընտրել են այս բնակավարը։ Հայարփին այն մարդկանցից է, որ իր այդ սենց ասեմ լեզու գտնելը շատ հեշտ է, մի բառից հասկանում է ամեն ինչ
ինքը իր մասնագիտացված այնքան է հմտացել իր գործի մեջ, որ մի բառ ինչ ուզում ես, ինչ պատկերացնում ես, ասենց ավելի ճիշտ ասեմ, ինչ պատկերացնում ես, որ ուզում ես դա ստանաս, հայարփին երկու բառից ինքը հասկանում է ոնց պետք է կազմակերպի։ Թե հարսանիքի ժամանակ, թե երեխու ծնունդի ժամանակ շատ այնպես կրեատիվ, հետաքրքիր բաներ ենք ուզում, ու սա ամեն ինչը ընդամենը երկու բառ հայարփին բացատրելով հայարփին սա կարողացավ ճիշտ կազմակերպել։ Իր համար գործնականը գործ, բայց իր մարդկային մեծ առավելությունը, որ ամեն վարքյան 24/7 ինքը հասանելի է, երբ պետք լինի, ինչ պետք լինի, երբ զանգահարեմ հայարփին միշտ պատրաստ է ամեն ինչի, օգնելու, անելու, խորհուրդ տալու, լիքը պահեր եղել է, որ խորհուրդ է պետք հարցրել եմ ամեն ինչը լավ ձևով բացատրե ու հուշելա ոնց կարելի է անել։ Դե ձեր թիմի մասին խոսում են ձեր կատարած փայլուն աշխատանքները, թե ինչպես եք դուք կարգավորում ձեր թիմի հետ հարաբերությունները, հնավանդ, որ թիմում ընտանիքի անդամներ են, որից էլ բխում են ձեր շարունակական հաջողությունները։ Դուք առավոտից երեկո ընտանիքի անդամների հետ աշխատում եք, իսկ ստացվում է, որ ազատ ժամանակ էլ հատկացնեք իրենց, ձեր այն քիչ ազատ ժամանակից իրենց հատկացնեք։ Ընտանիքի անդամները իհարկե կորիզն են մեր թիմի, այսպես ասած, որոնց հետ մենք սկսել ենք 0-ից եւ հասել ենք նրան ինչ որ ունենք հիմա։ Մենք ազատ ժամանակ անգամ եթե որոշում ենք մի քանի օր օրինակ չունենք միջոցառում, միտեղ գնանք, մի քիչ կտրվենք աղմուկից եւ այլն, անգամ այդտեղ անխուսափելի են, որ մենք չունենանք գործնական խոսակցություններ, դա բացառվում է։ Ես էլ չեմ պատկերացնում։ Անգամ այդ նստած ես, այդ զանգերը պետք է գա նոր ամրագրում, նոր քննարկում, նոր գաղափար, նոր միտք, հին վերլուծություններ, ինչ որ նախորդ հարսանիքից եւ այլն, ինչքան որ ուզենաս կրճատես, ասես վերջ, մենք օրինակ մի քանի օր պետք է կտրվենք այդ հարսանիքից, նշանադրությունից, գնունք ծնունդից, դա անհնար է, որտեղ դա արդեն դարձել է մեր համար ապրելակերպ, եւ մենք սիրում ենք մեր գործը։ Քննարկումներ միշտ է լինում։ Անգամ առավոտվա սուրճի սեղանից սկսած մինչեւ եթե անգամ միջոցառում էլ չունենք, օրվա ավարտին անգամ եթե հյուրել ենք գնում, ու չպետք է քննարկվի, հա, այդ հարցերը։ Ու մեկ ասեն, ձեր նորվա հարսանիքը այնքան լավ էր, կամ անցած օրը sense մի բան տեսանք, ինչքան հետաքրքիր էր ու նորից գնաց նույն թեման։ Այո, եկելի հարսանիքներին։ Ինչպես ասացիք, հետաքրքիր հարսանիքներ շատ եք ունեցել։ Դե բնականաբար ամեն մեկը իր մեջ ունեցել է մի շատ հետաքրքիր էլեմենտ, բայց այնուամենայնիվ, հա, ամենայդպեսի բուրըն հետաքրքիր հարսանիքը, որ ձեր մոտ հետք է թողել։ Վերջերս կազմակերպեցինք մի հարսանիք, որի կազմակերպիչն է եւ դիզայնը եւ ամեն ինչը մեզ էր վստահված։ Առավոտյան պետք է քավոր դիմավորենք։ Ես իջնում եմ ինձ ուղեկցող մեքենայից, Փեսայի բակ, որտեղ պետք է քավորին դիմավորենք, եւ Փեսայի մայրը, որը բավականին հայտնի եւ սիրված հանրային դեմք է, ու ես հագել ենք նույն շորը։ Պատկերացնում եք, մի պահ ոնց ենք ստոպ անում, սառում, երևի երկուս էլ մտքի մեջ ջղայն անում, մոտեցել ենք իրար, ասում դու էլ ես, դա ասում բայց դու էլ, բայց չենք ճշտել, չէ, ինչ պետք է հագնենք եւ այլն։ Հետո գրկում ենք իրար, ասում լսի, քեզ բայց սազում, ասում քեզ էլ մի ուրիշ ձև ասում։ Եվ մենք հասկացանք, հարթվեց դա այն պարագայում, գիտեք, որ կանայք առհասարակ չեն սիրում կրկնվել հագուստի մեջ, եւ որ մնաց թե կազմակերպիչը եւ սկեսուր մայրիկը մեզ շատ կարևոր մի բան ասացին։ Դուք երկուսն էլ ունեք նույն ճաշակը։ Ձեր միջոցառումը այսօր իդեալական է գնալու։ Եվ մենք ունեցանք լուսանկար այդ ֆոնի վրա, գրկեցինք իրար ու հասկացանք, որ մենք փաստորեն եթե ընտրել ենք նույն շորը, մենք ունենք նույն ճաշակը եւ մեր միջոցառումը իսկապես անցնելու առանց բախումների։ Թերևս դա չեմ կարող ասել զավեշտալի էր, հետաքրքիր էր, անկանխատեսելի էր, բայց որոշակի ուջուրիկ դաս, որպես այդպեսին ինձ համար եղավ նախորդ օր անպայման սկեսուր մայրիկներից ճշտելու, ինչ են հագնելու։ Եղել են հարսանիքներ, որոնց ես էլ եմ մասնակցել եւ տեսել եմ, որ դուք էլ հարսանիքի կարևորագույն դեմքերի պես մի քանի շոր եք փոխել, գոնե նվազագույնը 2, որ դեպքերում եք դա անում։ Որպես այդպեսին առհասարակ փորձում եմ այլևս այդքան չփոփոխել շորերը, ինչքան որ կրեմ ավելի պրակտիկ
հագուստներ, որովհետև որպես այդպեսին, եթե կարևորագույն դեմք ես լինում, կողում եմ միշտ նկարահանման տակ ես լինում, միշտ նկատելի ես լինում, լինում ապարագաներ, երբ որ դու ուղղակի պատվիրատուների սեղանին ես նստած լինում, եւ այսպես թե այնպես պետք է ներկայանալի լինես, բայց աշխատանքի բերումով գալիս հասնում ես մի կետի, որ ուղղակի պրակտիկ հագուստը պետք է լինի եւ պարտադիր չի, որ դու առաջի պլան երևաս, փորձում ենք միշտ ավելի երկրորդ պլան երևալ, բայց դա թիմակիցներն են աշխատում, օգնականներն են աշխատում, կոորդինատորներն են աշխատում եւ աշխատում եմ հիմա թերևս այդքան շեշտը չդնել դրա վրա։ Իսկ ինչպիսին է ձեր զգեստապահարանը իր ոճերով եւ գույներով։ Հագուստ, որը գործի մեջ չի խանգարի, բայց միևնույն ժամանակ կլինի ներկայանալի։ Աշխատանքը փոփոխում է զգեստապահարանը բնականաբար որոշակի աղջիկական հագուստներ, որոնք կկրեի առօրյայում, արդեն մի բա ահագին ժամանակ մի կողմ ես դնում, կրելով ազատ օրերին, հրավերքների ժամանակ, իսկ աշխատանքի մեջ թերևս ավելի պրակտիկ հագուստներ։ Շատ շնորհակալություն Հասմիկ ջան այս հետաքրքիր օրվա համար, ձեր սիրուն ներկայության համար, որովհետև մենք ինչքան հանդիպում ենք, միշտ ունենք մենք շատ գեղեցիկ, շատ վառ, շատ էմոցիոնալ ու շատ հետաքրքիր զրույց եւ հրաժեշտին Մարաշի այս շքեղ տուփը, մեկը մեկից քաղցր հետաքրքիր համերով ես տալիս եմ ձեզ, որպես քաղցր հիշողություն օրվա, ձեր ընտանիքի անդամների հետ կվայելեք։ Շնորհակալություն շատ Նաիրա ջան Մարաշին, որտեղ ես սիրում եմ Սիրահար Արևելյանի։ Շնորհակալություն ձեզ քաղցր հրաժեշտի համար, այսպես ասած։ Եվ օգտվելով առիթից թերևս կուզենամ շնորհակալություն ասել այն բոլոր հաճախորդներին, զույգերին, ովքեր վստահել են իրենց միջոցառումը իմ թիմին, ընտրել են մեզ, այն հաճախորդներին, ովքեր պատրաստվում են ընտրել մեզ, որտեղ ունենք արդեն ընտրություններ հաջորդ տարվա համար, շնորհակալություն իմ թիմին, իմ ընտանիքին, որոնք անկախ բոլոր բարդություններից ինձ հետ են, իմ կողքին են եւ առանց որոնց հնարավոր չի ունենալ ուղղակի որևէ վերելք, որևէ ձեռքբերում եւ շնորհակալություն ձեզ այս գեղեցիկ հաղորդման եւ հրավերքի համար։ Ես ձեզ եմ շնորհակալություն հայտնում եւ հաջողություններ եմ մաղթում, որովհետեւ ձեր հաջողությունները գալու են մյուսների սովորական օրը տոն դարձնելու։ Այո, շնորհակալություն։ Հաղորդման գլխավոր հովանավոր մատման փաստաբանական գրասենյակ։ Մատման փաստաբանական գրասենյակ։ Արդարության անզիջում պաշտպանություն։ Բազմաթիվ հաղթած գործեր։ Անկեղծ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի։ Այստեղ գործում է մի սկզբունք. կամ լավ, կամ ոչինչ։ Եթե ուզում եք վստահություն, փորձ եւ հաղթանակ, ընտրեք ճիշտ հասցեն։